տվյալները ներկայացնենք 14:00 դրությամբ մասնակցության թիվը ակտիվ նաև ընտրատարածքներում, որտեղ քվեարկություններ իրականացա, եթե ունեք նման տվյալներ, նաև այդ ընտրատարածքները ներկայացնենք։ Ուրեմն ներկայացնեմ, որ ըստ կարգի ընտրատեղամասային հանձնաժողովները 3 ժամը 1 ընտրությունների սկզբից սկսած մեզ ուղարկում են մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, որը մենք մուտքագրում ենք կենտրոնական հանձնաժողովի կայք եւ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը 25255 ընտրող է մասնակցել, դա կազմում է ընդհանուր թվի 22.7%-ը։ Այս տվյալների համաձայն բավականին ակտիվ է 31-70-րդ տեղամասը, այնտեղ 33% եւ 26%, մյուսը բավականին շատ են, ուղղակի ես այսպես տոկոսայինով նայում եմ, ուրեմն ասեմ, որ մնացած 28%, 28 ու 36%, 46-րդ տեղամասն է, մնացածինը 20-ից կա 16%, 28%, 27%, այդպես ես մաքսիմումը ասեցի, որտեղ որ բավական այն խոշոր տեղամասերում մոտավորապես 20-ից 25% են։ Եթե նախորդ անգամվա ընտրությունների հետ ենք համեմատում, ավելի ակտիվությունը մեծ է։ Անհամեմատ ավելի ակտիվ է, անհամեմատ։ Առավոտվա տվյալներով 8100 հոգի էր, այն ժամանակ, ինչքան որ ես հիշում եմ, 4500-ի կարգի էր տաշնում։ Մոտ կրկնակի ավել է, ես ասեմ, որ ըստ իմ դիտարկումների կամ իմ փորձից ելնելով, սա ամենաակտիվ ժամանակն է, ժամը 11-ից 2-ը ամենաակտիվ ժամանակն է, քանի որ կիրակի օրը աշխատող բնակչությունը տանն են եւ առավոտները այդքան չեն բանանում, այս թիվը ուրախալի էր ուղղակի 8100 հոգին առավոտվա ժամերին եւ հիմի այս ակտիվությունը, ինչքան որ ես հասկանում եմ, մինչեւ երեկո արդեն կամաց կիչնի, բայց մի քիչ ավելի կակտիվանա մինչեւ փակվելը 7-ից 8-ը։ Այդպես էլ է լինում, որովհետև մարդիկ կան կիրակի օրերն են աշխատում մինչև ժամը 6-ը, աշխատանքից հետո են գալիս, այդ ժամանակ մի փոքր տատանում լինում է դեպի բարձրացումը։ Ես ուրախ եմ, որ ընտրողները ակտիվ մասնակցում են ընտրություններին, ինչքան որ տոկոս ավելի շատ բնակչության մասնակցի, այնքան ավելի լեգիտիմություն կհաղորդեն այս ընտրությունների արդյունքներին, ինչքան շատ մասնակցեն, այնքան լավ։ Դուք խախտումների մասին որևէ արձանագրություն ահազանգ ստացել եք։ Ասեմ, որ ահազանգներ չէ, գրավոր դիմումներ դեռ չենք ստացել, հավանական է ընտրություններից հետո այդ ամեն ինչը կլինի, խախտումները տեղում դիտորդները եւ վստահված անձինք, եթե նկատում են ինչ-որ մի բան, դա արձանագրվում է գրանցամատյաններում, կապ չունի, եթե մեզ գրավոր չեն դիմել, մենք ընտրություններից հետո շատ մանրակրկիտ գրանցամատյանները նայում ենք, քննարկում ենք ամեն մի գրառում, ու եթե տեսնենք, որ այդտեղ ինչ-որ խախտումներ կան, էական բաներ կան, դրան անպայման անդրադառնում ենք։ Հիմա դիտորդական առաքելություններից մեկը, օրինակ հայակվեն վիդեոներ տարբեր բաց քվեարկությունների մասին ահազանգել, դրանք դիտարկվելու են ընտրություններից հետո։ Մենք պետք է դա ստանանք, որ փաստական մեր մոտ փաստերը լինի, դրա մասին պետք է արձանագրություններ լինեն, ես հիմի չեմ կարող ասեմ, անձամբ ես չեմ տեսել դա, որ ինչ-որ մի գնահատական տան, դա իրենց գնահատականն է, իրենք կարող է, ես չգիտեմ, էլի ուղղակի ծանոթ չեմ ուզում դրա մասին խոսեմ, ծանոթ չեմ փաստին, դրա համար։ Եվ հաշվարկի դեպքում արդեն որ ընտրությունից հետո հաշվարկ է լինում, ինչ պարբերականություն եք դուք տվյալները ներկայացնելու։ Չէ, պարբերականություն չկա, հաշվարկը, որ ժամը 8-ին տեղամասը փակվում է, ով որ պետք է ներսում լինի հաշվարկի ժամանակ, նաև թեկնածուներին է, արդեն
այս ընթացքում ընտրության ընթացքում արգելվում է տեխնազուներին ներկայական տվել, բայց հաշվարկի ժամանակ մենք բոլոր կուսակցություններին իրենց տեխնազուների քանակով բաժանել ենք բեյջեր, իրենք բոլորը կարող են այդ բեյջերով ներկայանան հանձնաժողով եւ ներկա լինեն հաշվարկին։ Հաշվարկը պարբերականություն չկա։ Մենք ստանում ենք տվյալները, միայն մեզ համար ամենահավաստի տվյալը դա արձանագրությունն է, որը որ մեզ ներկայացնում է հանձնաժողովի նախագահան։